Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնել օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավական զուսպ էր եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի արժեվ ծառացած մարտահրավերներին, նշում է, թե անդրադարձ է կատարվել արտահանման բալանսավորմանը, սակայն մեր տեղեկություններով բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Իջեցնենք, Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում գյուղմթերքի, ձկնատեսակների, ջերմուկի, կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։ Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ ասել է, թե ինչով կարող է պետությունը օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ փաստորեն իրենց առջև իշխանության թեթև ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է։ Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսության հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք։ Իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։ Ես զարմանում եմ ջերմոցատերերի միամտության վրա, այսքան ժամանակ Փաշինյանի որ մի խոստումն է իրականացել, որ այդ խոստմամբ Փաշինյանի երաշխավորությամբ գնացել վարկեր եք վերցրել եւ բիզնես եք հիմնել։ Ես հիշեցնեմ, որ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարել էր, թե ոչխար պահեք, լավ բիզնես է, ԿՊԱ-ական Հովիկ Աղաջարյանը որոշեց ոչխարի բիզնեսի մեջ մտնել, հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Իսկ եթե լուրջ այս խնդիրները չեն վերանալու, Ռուսաստանի Դաշնությունը կարծեք թե հստակ որոշում է կայացրել չֆինանսավորել հակառուսական նախագիծ, այն է քաղաքացիական պայմանագրին, իսկ այդ ֆինանսավորումը, այո, ցավոք սրտի պետք է արձանագրել նաև Հայաստանի տնտեսության տեսքով է տեղի ունենում եւ իրենք ուրիշ տարբերակ չունեն, այո, ցանկալի չի է զարգացումը, այո, Ռուսաստանի Դաշնության հետ պետք է խնդիրները լուծել, բայց քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյան ուղղակի ունակ չեն այդ խնդիրները լուծելու։ Ընտրողները, քաղաքացիները, ջերմոցատերերը, այդ գործարարները մի ելք ունեն այդ խնդիրը 3 օրից լուծելու, հունիսի 7-ին չընտրել Նիկոլ Փաշինյանը եւ երբ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, Ռուսաստանը կհասկանա, որ այստեղ քաղաքականություն է փոխվել եւ ինքն էլ իր քաղաքականությունը պետք է փոխի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեսախցիկների կողմից պատրաստված հյուրասիրությունն է։ Տպավորություն է ստեղծում, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պարզապես մոտենում է պատահական սեղանին եւ ճաշակում այն, ինչն այդ պահին առաջարկում են քաղաքացիները, սակայն իրականությունն այլ է։ Օրաթերթին իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ գաստրոնոմիական անվտանգության օպերացիա, նախքան նրա մոտենալը։ Սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զնվում են, գնահատվում են ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը եւ նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։ Աղբյուրների հավաստմամբ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական բարի ախորժակ թույլտվությունը եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։ Այդպիսով հենց Փաշինյանի ներկայացմամբ պերաշկի ուտող վարչապետի կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատարը նախապես անցնում է անվտանգություն եւ հանրային կապերի ֆիլտրերով, այսինքն բեմադրվում է նաեւ ճաշացանքը։ Այստեղ հետաքրքիր է, որ գրված է, որ տեղաբաշխումն է որոշում, լուսանկարչական տեսանելիությունը եւ նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։ Չգիտեմ, եթե այդ կադրը շահավետ է, որ Նիկոլ Փաշինյանը փնթի երևա,
բոլոր կադրերը շահավետ են եւ չի եղել կադր, որտեղ Նիկոլ Փաշինյանը մարդավարի քաղաքակիրթ մարդու նման ուտելիս երևա սեղանների շուրջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մինչ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զբաղված է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավով, խորհրդարանի վարչական մեքենայի ղեկը փաստացի անցել է նրա տեղակալ Էդուարդ Խանզարդյանին, սակայն ինչպիսի ֆինանսական պատկեր ունի այն պաշտոնյան, որն այս օրերին համակարգում է երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատանքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակված հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Խանզարդյանը ունեցվածքային պատկերը գրեթե չի փոխվել։ Նույն բնակարանը, նույն ավտոմեքենան, բայց տասնյակ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, խոշոր փոխհարություններ եւ վարկային պարտավորություններ։ Մանրամասները կարող եք օրաթերթում կարդալ, ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի բոլոր ներկայացուցիչները ֆանտաստիկ հալստացել են այս ընթացքում եւ օրինակ կերպարներից մեկին, որին ճանաչում էի 2000 մինչեւ 2018 թվականը սրանից 5-6 հազար դրամ պարտքով գումարով էր ապրում, օրս տեսա, որ իր հայտարարագրում նշված է, որ մոտ $400,000 գյուղատնտեսական բիզնեսից եկամուտ է ստացել։ Դա իհարկե հիշեցի Հովիկ Արգամիչին, որ միլիոնատեր էր դարձել լոլիկ մշակելով, կարծեք թե այս մարդը դասերի է գնացել Հովիկ Արգամիչի մոտ։ Փաստ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ամենօրյա ռեժիմով նորանոր մեթոդներ են գտնում ընտրական պրոցեսները վերսկսելու համար։ Իմասնավորի նախորդին կարկառուն ԿՊԱ-ականներից մեկն անդրադառնալով տեղեկություններին, թե 100,000-ից ավել Հայաստանի քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան ընտրելու, հունիսի 7-ին ասել էր, թե 100,000 մարդուց 30-40 հազարին վարժական հավաքների կուղարկենք։ Նկատենք ֆեյք հանրապետական Գևորգ Պապոյանն էր դա ասել։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս իշխանություններն ասել է, որի անգամ բանակը ծառայությունը վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց, շատ ավելի ուշագրավ է, որ այսպիսի հայտարարություն իրականում ուղղակի սպառնալիք է կամ բլթոց չէ, մեր ունեցած տեղեկություններով իրականում իշխանությունները նման որոշում ունեն, ավելին արդեն իսկ սկսել են այդ process-ը, այն է մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից հրավիրում են 25-օրյա վարժական հավաքների, սրա նպատակն այն է, որ նախ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց հսկողության ներքո, երկրորդ նման օրինակներով փորձեն վախեցնել եւ կանխել Հայաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան։ Նախ ասեմ, այո, հանցագործություն է բանակը պատժամիջոց ներկայացնել եւ սրանք անընդհատ այս գործողություններով ուղղակի ոչնչացնում են բանակի արդեն չեղած հեղինակությունը։ Հիշեցնենք, որ դիմադրության շարժման օրերին էլ Անդրանիկ Քոչարյանը ասում էր, որ ովքեր մասնակցում են այս հավաքներին իշխանության դեմ, պետք է ինքնությունը հաստատվի նրանց եւ զորահավաքի կանչեն։ Իսկ քաղաքացիական պայմանագրից Շիրակի մարզպետ հիմա Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում էր արել, որ ընդհանրապես պետք է այս մարդկանց առանց զենք ուղարկել ադրբեջանցիների դեմ, այսինքն ուղարկել, որ սպանեն այդ մարդկանց։ Բայց գանք նրան, որ նշում է 30-40 հազար։ Այդ գրեթե մեր բանակի թիվն է մոտավոր, իշխանության խոսքերից դա ենք հասկանում, Հայաստանը չունի հնարավորություն միանգամից 30-40 հազար մարդու զորակոչելու վարժական հավաքների, սա ուղղակի տեղեկատվական գրոհ է քաղաքացիների նկատմամբ, որպեսզի մարդկանց ստիպեն կամ արագ հեռանալ Հայաստանից, կամ քվեարկել իրենց օգտին, կամ երաշխիքներ տալ, որ քվեարկեն իրենց օգտին։ Սա հանցագործություն է, երեք բանավեճի ժամանակ էլ Արսեն Թորոսյանը սոցիալ նախարար հայտարարում էր, որ իրենք ամեն բան անում են, որ Սփյուռքից մարդիկ վերադառնան հայրենիք, հիշեցրեցինք այս դրվագը, որ դուք հայրենիք վերադարձողներին սպառնում եք զորահավաքով, սպառնում եք ըստ էության պատժելով, ելով պիտի վերադառնա այսքանից հետո Հայաստան, եթե դուք եք իշխանության։ Փաստ օրաթերթը գրում է. ԿՊԱ-ականները ժամանակ առ ժամանակ մի քարոզչական ֆրազ են շրջանառում, թե այ եթե նախկինում լիներ, ձեզ դրա համար կծեծեին, գլուխներդ կջարդեին, այս կանեին, այն կանեին։ Իբր հիմա հրաշք դեմոկրատիա է։ Իսկ ինչ ենք տեսնում այս օրերին, մասնավորապես Մասիսում արտիկում ծեծուջարդ, մարդկանց վրա հարձակվում են ոհմակի նման, նույնիսկ հղի կնոջ վրա են հարձակվում, խուլիգանական պահվածք են դրսևորում Փաշինյանի կողմնակիցները բնականաբար։ Ընդ որում դեռ մի 2 օր կա մինչև ընտրարշավի ավարտ եւ ակնհայտ է, որ նման խայտարակ դեպքերն էլի կարող են տեղի ունենալ։ Ու շատ մտահոգիչ է, որ կարող են նմանօրինակ դեպքեր լինել նաեւ քվեարկության օրը, այնպես որ թեպետ իշխանությունը հլու հնազանդ կամակատարները
փորձում են ժողովրդի աչքից հեռու այդ ամեն ինչը իրագործել, բայց դա ֆիքսվում է տեսախցիկների կողմից, նաև հետաքրքիր է նաև, որ այս մարդիկ փաստորեն որդեգրել են նախորդ իշխանության ամենացավալի բարքերը, նախորդ բոլոր իշխանությունների ամենացավալի բարքերը, ընտրությունների ժամանակ, երբ Թաղի խուժանը որսի էր դուրս գալիս քաղաքացիների դեմ եւ ակնկալիքով, որ ընտրություններից հետո որպես վաստակավոր Թաղի խուժան պիտի վարձատրվեն, պիտի պարգևատրվեն իշխանությունների կողմից։ Այս սա ամենավտանգավոր ազդակներից մեկն է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Հայաստանը ոչ միայն թուրքական, ադրբեջանական բացարձակ ազդեցության տակ է հայտնվելու, այլ դառնալու է բացարձակ խուժանապետություն, այս խուժանների շնորհիվ, որ իրենց վերընտրությունը կազմակերպելու են, փորձելու են կազմակերպել, իսկ վերընտրվելու դեպքում վարձահայտություն են լինելու այդ խուժաններին։ Մի բացառիկ տեղեկատվություն, որ ստացել եմ ԿՊԱԿ-ի աղբյուրից, ուրեմն իրենց ձեռքի տակ եղած ամենաթարմ հարցման պատկերը հետևյալն է, ըստ այդ հարցման ԿՊ-ն ունի 32.5% ընտրողների, իսկ հավաքական ընդդիմությունը 44.8%։ Սա է իրական պատկերը, որը փորձում են թաքցնել ժողովրդից, հավաքական ընդդիմությունը ասելով նկատի ունեմ 3 ուժերին, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան, այնտեղ 22%-ից մի փոքր ավել չանցնող ուժերն էր, որի մեծ մասը էլի գալու է ընդդիմությանը ըստ էության եւ ընդդիմությունը ունենալու է 50+%, հենց այս պատկերն են փորձում թաքցնել հանրությունից եւ սրա ապացույցն է այն, որ իրենց մոտ գործերը վատ են, որ իրենք համացանցում ակտիվորեն գովազդի տակ են դրել մի տեղեկատվություն, որը արդեն հնարավոր բոլոր ձևերով հերքվել է պաշտոնապես, որ նման հարցում է իրականացվել, ըստ որի իբր թե Նիկոլ Փաշինյանը 65% ձայն ունի, Евроньюզն էր այդ կեղծ տեղեկատվություններ ապարակել, ում վրա հաղում էին արել այդ հարցում անող ընկերությունը հերքել է, որ իրենք նման տվյալներ ունեն, ընդ որում այն հարցումը, որի պատկերը մանիպուլացրել էին, այդ հարցումն էլ մասնագետների գնահատմամբ արժանահավատ չէ, ինչու, որովհետև հարցվողների 84%-ը հրաժարվել է հարցին պատասխանել եւ մասնագետներն ասում են, որ 80% եւ ավել հրաժարման դեպքում ուղղակի այդ հարցումը պիտի կանգնեցվեր, չշարունակվեր եւ դրա տվյալները չպիտի հրապարակվեին։ Իսկ պատասխանողների, այսինքն հարցվածների 16%-ի 43%-ը հրաժարվել է ասել, թե ում է ընտրելու, այսինքն խայտառակ հարցում է, այդտեղ պատկեր հնարավոր չի տեսնել, եւ այս կեղծ տեղեկատվությունը Евроньюզի ԿՊ-ն ակտիվորեն գովազդի տակ է դնում, օգտագործում են։ Հիմա հարց է առաջանում, եթե քաղաքական ուժը իրականում հավատում է, որ ինքը 65% ունի, ինչ կարիք կա դրա վրա միլիոններ ծախսել, գովազդել, որ իբր իրենք 65% ունի, 65% ունես, հանգիստ կնստես քո կառավարական աշխատասենյակներում եւ կսպասես ընտրությունների արդյունքներին։ Իրական պատկերը սա է, սիրելի ժողովուրդ, քաղաքացիական պայմանագիր 32.5%, հավաքական ընդդիմությունը 44.8%, փոշիացող կամ չանցնող ձայները մոտ 22%, այդտեղ գուցե պատկերը մի քիչ փոխվի, ավելի նվազի, բայց այնուամենայնիվ ընդդիմության ձայները դժվար թե նվազեն, եթե շատ կոպիտ, կոշտ մանիպուլյացիաներ չլիներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48